Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի ունեցավ ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով նախարարին ներկայության համար նշեց. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին նախարար ձեզ մեր տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Անշուշտ ձեր ներկայությունը մեզ ավելի պարտավորեցնում մեր հետագա աշխատանքներում գործել ավելի արդյունավետ եւ ավելի պարտաճանաչ։ Օրակարգի համաձայն ծառայության տեսչական վերլուծական բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը ներկայացրեց տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքային ցուցանիշները։ Զեկուցվեց, որ հաշվետու տարում ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ 2.8 միլիոն կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով։ Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց խախտված իրավունքների վերականգնման նպատակով 234 սպայական անձնակազմի կողմից ընթացք է տրվել ավելի քան 2.8 միլիոն կատարողական վարույթի, 1 միլիոնից ավել կատարողական վարույթներ կարճվել են, իսկ շուրջ 1.7 միլիոն կատարողական վարույթ ավարտվել է։ 2024 թվականի համեմատ ընթացք տրված վարույթների քանակը աճել է պետական բյուջեի օգտին 27504 կատարողական վարույթով, իրավաբանական անձանց օգտին 11344, ոչ գույքային բնույթի 3754, հացի ապահովման բնույթի 542, իսկ ճանապարհային ոստիկանության եւ բարեկային ծառայության օգտին վարույթների քանակը նվազել է 60443-ով, ֆիզիկական անձանց օգտին վարույթների քանակը նվազել է 542-ով։ Ծառայության ամփոփ տվյալների համաձայն 2025 թվականի փետրվարի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարքեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12464 պարտապան։ Ամփոփելով արձանագրված ցուցանիշները գլխավոր հարկադիր կատարողը դրական գնահատեց ծառայության 2025 թվականի գործունեությունը, շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են։ Հարգելի գործընկերներ, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշները ըստ էության խոսում են ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված եւ վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ հօգուտ պահանջատերերի բռնագանձվել է շուրջ 64 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ, որը էականորեն գերազանցում է հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Ծառայությունը դրական ցուցանիշներ է արձանագրել նաև ոչ դրամական բնույթի կատարողական վարույթների շրջանակներում։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է նաև արձանագրեմ, որ ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումը ապահովելու մասով։ Կարծում եմ պետք է աշխատենք միասնական, միասին, մեկ թիմային մթնոլորտում, առանց նշված թերացումների, նպատակ ունենալով ապահովել պետության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Ավանդույթի համաձայն լավագույն բաժին փոխանցիկ անվանակարգային մրցանակներ են հանձնվել ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին եւ ֆինանսական բաժնին։ Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ եւ բարեխիղճ կատարած ծառայության մի շարք աշխատակիցների հանձնվել են գերատեսչական պարգևներ եւ շնորհակալագրեր։